Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Վայ, Եվա ջան, ես ինչ անակնկալ է։ Նստի։ Ձյան կներես էլի, որ առանց զգուշացնելու եկա, ուղղակի երեկվա ասածներից շուրջ շատ երկար եմ մտածել ու ուզում եմ, որ օգնես ինձ, ուզում եմ, որ մի բան խոստանաս։ Եվա ջան, երեք ճիշտ է, մենք խոսեցինք, ես քեզ փորձում էի օգնել խորհուրդ տվեցի, բայց Չէ, պետք չի լարվել Ձյան, ես քո վրա ոչ մի պատասխանատվություն չեմ դնում, ուղղակի եկել եմ, որ օգնես ինձ։ հա բայց ինչով։ Գիտես, դու երեք ինձ մի բան ես ասել, որ մինչև հիմա գլխիցս դուրս չի գալիս։ Ես ամբողջ գիշեր շատ երկար մտածել եմ ու հասկացել եմ, որ իմ կործանումը հենց երեխուս կորցնելն էր։ Հավատա, եթե ես իմ երեխուն չկորցնեի, չէի գա Հայաստան ու գոռին չէի փնտրի։ Համել ես 5 տարվա ընթացքում ինձ թվում է ես իրան մոռացած կլինեի։ Եթե նույնիսկ մոռացած էլ չլինեի, մենակ այն փաստը, որ իրա կողքը ինչ-որ աղջիկ կա, ինձ կստիպեր, որ իրան էլ չմոտենամ։ Գիտես, ամեն անգամ ինքս ինձ հարց եմ տալիս. Եվա, ինչի ինքնասիրությունդ ամեն ինչից վերջ ես դնում։ Ու տենց էլ դրա պատասխանը չեմ ստանում։ Միևնույնն է չեմ հասկանում, թե ինչով կկարողանամ քեզ օգնել։ Ձյան, գիտես, ես վստահ եմ, որ բացի գոռից որևէ տղամարդ չի լինելու իմ կյանքում, ումից ես կուզեմ երեխա ունենամ։ Ես ուզում եմ այստեղ գնամ բժշկի ու հետո վերադառնամ Ամերիկա, որ ինքս ինձ համոզեմ, որ շատ կարևոր բանի համար է եկել Հայաստան։ Ու այս ընթացքում շատ եմ ուզում, որ դու իմ կողքին լինես։ Ես վախենում եմ, որ մենակ չեմ կարողանա, ու ինձ պետք է ինչ-որ մեկը, որ ինձ կօգնի։ Ուզում եմ հավատալ, որ հիմա ինչ-որ ասում ես ճիշտ ես ասում, որ հենց այդպես էլ կանես։ Ու հետ կգնաս Ամերիկա։ Ու վերջապես դու էլ խաղաղ կապրես։ Եթե կողքիս լինես, կանեմ։ Հիմա կգա Արմանը։ Անհանգիստ ես։ Բարև ձեզ։ Էլկան արդեն պատրաստ է, բայց հույս ունեմ, որ շատ երկար չեք մնա, չէ՞ դրսում։ Մամ, ես երեխա չեմ։ Գիտեմ, բալես, ուղղակի պիտի դեղեր ընդունես, չեմ ուզում, որ ուշացնես։ Ես վերցրել եմ հատս։ Տիկին Նարինե, Սարվանի դեղերն են։ Իր մոտի եղածը պետքա որ արդեն վերջանալու վրա լինի։ Մի րոպե, բա ինչի պապիկին չես տալիս։ Դե, որովհետև պապա մոռանում ա խմի, ես եմ հետևում, որ ճիշտ ժամին խմի, բալես։ Բայց այն ժամանակ Արմանն էր, չէ՞ հետևում։ Ինչ-որ բան է փոխվել։ Էլկա ջան, Արմանը ընդամենը դեղ տվեց, ինչի ես խնդիր դարձնում։ Հա, իրոք, ինչ խնդիր կա դրա մեջ։ Հա, չէ ոչ մի։ Ուղղակի երևի ես եմ իրոք ամեն ինչ բարդացնում։
Գնանք։ Մամ, իմ հեռախոսը տանն եմ թողել։ Զանգելուց Արմանին կզանգեք, լավ։ Ես հեռախոսը կուղարկեմ վերանորոգման։ Ինչի, ինչ ա եղել։ Չգիտեմ Արման, չի աշխատում։ Հասկացա։ Գնացինք։ Սար, Ոնց ես։ լավ եմ, դու ոնց ես։ Լավ եմ, ուրախ եմ շատ։ Գոր, ես մի քիչ հետո կկարողանամ տպարանից դուրս գալ։ Դու երբ կհասնես։ Ես մի կես ժամի ժողով ունեմ, բայց կարճ ա տևելու, այդ վերջացնեմ ու գամ։ Հասկացա։ Լավ է, դեպքում ես զանգեմ Ռեբեկային, մենք գնանք այգի։ Արմանն ու Էլկան արդեն դուրս են եկել, բայց ոնց հասկացա հիմա չեն գա, բայց ավելի լավ։ Թող իրար հետ ժամանակ անցկացնեն, մենք էլ այդ ընթացքում կպատրաստվենք։ Ուրեմն ես միանգամից կգամ այգի։ Լավ, բայց չուշանաս, ես քեզ շատ եմ կարոտել։ Ինչ անեմ, ուզում ես չեղարկեմ ժողովը։ Լավ, էլ չեմ խոսում, էլ ոչ մի բան չեմ ասում, ես գնամ պատրաստվեմ։ Ռեբեկա, ես ուզում եմ իմանալ դու երբ կգաս, որ կարողանանք մինչև Էլկայի ու Արմանի հասնելը խանութից մի քանի բան վերցնել, պատրաստվել։ Ես 10 րոպեից դուրս կգամ։ Լավ, ուրեմն ես էլ եմ արդեն դուրս գալիս։ Արման, այնքան տարօրինակ է սայլակի մեջ սնուցնելը։ Ինչի։ Բայց ինչ ես դժգոհում։ Քո համար հանգիստ նստած ես։ Ոչ հոգնում ես, ոչ էլ տանջվում ես։ Կատակում ես դու։ Ինչքան էլ որ հասկանում եմ, որ այս ամեն ինչու ժամանակավոր է, մեկ է։ Ինձ այնքան վատ եմ զգում։ Տես, հետո էլ ասում ես, որ ես ինձ վատ չզգամ։ Կներես։ Պիտի մտածեմ խոսելուց առաջ։ Չէ, էլ կա։ Եթե իմ հետ խոսելուց առաջ էլ պետքա բառեր ընտրես, հետո ուղղակի ամենակարևորը քո անվտանգությունն է։ Դա մեր երջանկությունը։ Դե հա, դա էլ է շատ կարևոր։ Բայց պետքա ուղիղ նայենք, չէ՞ ամեն ինչին։ Հիմա հաստատ ոչ դու ես երջանիկ ես սայլակի վրա, ոչ էլ ես, որ տեսնում եմ, որ այս ամեն ինչի միջով անցնում ես։ Ախր հրաշքով ես փրկվել։ Պատկերացնում ես, որ հանկարծ այդ հրաշքը չլիներ։ Արման, ինչի ես ամեն անգամ այդ ասում։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ դրա համար ես գալիս ինձ տեսնելու։ Ինչ ես ուզում ակնարկես։ Ոչ մի բան։ Ուղղակի ինչ կա, ուղիղ ասում եմ էլ կա։ Կլինի մի քիչ էլ քայլենք։ Այսինքն դու քայլես։ Արի մի քիչ սպասենք, հետո կգնանք, հա։ Ինչին սպասենք։ Անակնկալին։ Հա? Ինչ անակնկալ։ Որ սպասես կիմանաս։ Այս արդեն իմ Արմանն է։ Մնաց հասկանամ ինչ անակնկալ է։ Վերջապես դու էլ ժպտացիր։ Երբ որ դու իմ կողքն ես, ես միշտ էլ ժպտում եմ։ Բայց մեկը քո պահվածքը շատ տարօրինակ է։ Արման, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլորդ ինձ ուղղակի խաբում եք։ Էլգա, մենք ուղղակի անհանգստանում ենք քո համար, որովհետև մենք քեզ շատ ենք սիրում։ Ալա։ Հա, ախպերս։ Հիմա գալիս եմ։
տեղ չքշես, հեսա գալիս։ Հերո չես գնա, չէ՞։ Չէ։ Ռեբեկա, բայց ինձ թվում է քիչ բան ենք վերցրել։ Սարա ջան, մենք գնում ենք ոչ ծնունդ նշենք, ոչ կնունք, ոչ էլ հարսանիք։ Ուղղակի գնում ենք, որ Էլկային ուրախացնենք։ Էդ էլ ես ճիշտ ասում։ Համել Էլկայի պոնչիկները կան։ Ինքը այդ իր սիրելի պոնչիկները որ տեսնի, աչքին էլ ուրիշ ոչինչ չի երևա։ Ոնց էի մոռացել։ Արի մենք հիմա շուտ գնանք տեղ ընտրենք, ես կզանգեմ Գորին, որ պոնչիկները բերի։ Տես որ ուզում ես կարողանում ես ճիշտ մտածել։ Բարև ձեզ։ Բարև։ Ձեր հեռախոսը ու անլարական ջակալ նվեր։ Շնորհակալություն։ Այս ձեր առաքումը իսկական փրկություն էր։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Անակնկալ։ Էս ի՞նչա։ Անակնկալն է։ Նոր հեռախոս։ Ու այս ամենակիչ բանն է, որ ես կարամ անեմ։ Ուզում եմ մեղքերս գոնե մի քիչ քավեմ։ Արման, եթե դու սենց ես քո մեղքերը քավելու, ուրեմն ես կողմ եմ։ Դու միշտ կարաս քեզ մեղավոր զգաս, էլ չեմ ասելու, որ դու մեղավոր չես։ Շնորհակալ եմ, Արման, շատ ուրախացա։ Հաստատ մաման էլ է շատ ուրախանալու։ Դե շնորհավոր։ Բայց ասեմ, որ այսքանով չեն ավարտվում անակնկալները։ Ես մենակ ուրախ եմ այդ առիթով։ Գնացինք, Ուր։ որ ասեմ էլ անակնկալ չի լինի։ Դու այսօր պետքա ուրախ լինես։ Այսօր քո օրն է։ Գնանք։ Գնանք։ Ռեբեկա, սառույց չենք վերցրել։ Դե լավ, ոչինչ։ Աղջիկներ, բարի օր։ Բարև Գորջան։ Էս էլ ձեր տակ-տակ պոնչիկները, ոնց պատվիրել եք։ Օբրես Գոր, մնում է այլ կայենք Շուշանան, որ պոնչիկները չսառի։ Դուք ընդհանուր ոնց եք։ Շատ լավ։ Ռեբեկա ջան, դու ոնց ես։ Լավ, ինչի։ Շեփ բան չկա, ուղղակի հարցնում եմ։ Լավ եմ Գորջան։ Ինչպես միշտ։ Կարամ ուտեմ սրան։ Այո։ Էլկա, եթե հանկարծ քեզ լավ չզգաս, անպայման կասես, դե նոր ես դուրս գրվել հիվանդանոցից ու հնարավոր է քեզ լավ չզգաս։ Արման, այս առաջին օրն է, որ ես ինձ իրոք լավ եմ զգում։ Մենք իրար հետ ենք։ Դրսում ենք։ Այդ հիվանդանոցին ոնց որ կյանքը կանգ առած լիներ Արման։ Ես անգամ այս արևն ու կանաչը կարոտել եի, կհավատաս։ Են Սարան, Գորն ու Ռեբեկան չեն։ Էդ էլ երկրորդ անակնկալն է։ Աղջիկները քո համար լավ օր էին պլանավորել։ Որոշեցին գան այգի ու միասին բոլորով պիկնիկ անենք։ Ինչ ամոթ է։ Ինչը։ Ես անընդհատ իրանց կոպտում եմ, նեղացնում եմ։ Գիտես, չեմ ուզում, բայց ստացվում է։ Հետո զղջում եմ, բայց ասած խոսքը հետ չես վերցնի։ Իսկ իրանք այսքան իմ մասին մտածում են։ Բա որ ասում եմ մենք բոլորով քեզ շատ ենք սիրում։ Ես էլ բոլորիդ եմ շատ սիրում, բայց Ինչ բայց։ բայց ամենաշատը քեզ։ Ես էլ քեզ։ Մեզ նկատեցին։ Ուզենք թե չէ պիտի գնանք։ Գնացինք։ Ինչ սիրուն զույգ են, չէ։ Ու ինչ ափսոս, որ պիտի բաժանվեն։ Շատ ափսոս է։
Արմանը շատ է սիրում Էլգային, բայց ուրիշ ճար չունի։ Դե լավ, վերջ փակեք թեման, որովհետև գալիս են, հանկարծ տեղական չլսի։ Ինքը ոչ մի բան չգիտի ու խոստացել ենք, որ այսօր իր համար պետք է ուրախ օր լինի։ Հա, ճիշտ ես։ Չեմ հավատում։ Էս ինչ լավ բան եք մտածել։ Պաստերոն հասցրեցիք, պոնչիկները չեն սառել։ Ռեբեկա, այդ հաստատ քո մտածածն է, չէ՞։ Մենակ դու գիտես, որ ես պոնչիկ շատ եմ սիրում։ Հա։ Այդ անգամ ես չգիտեի։ Արման, ոնց կարելի է տենց հարցերում թերանալ։ Ինչ անեմ Գորջան։ Էլկան հենց ինձ տեսնում է, ուշքի միտքը կամ շաուրմանա կամ էլ քյաբաբը։ Դե հա, քո հետ միշտ շաուրմայի ու քեբաբի ախորժակ եմ ունենում, բայց իրենց հետո պոնչիկի ախորժակ էլ կունենամ։ Դե բա, պոնչիկը էժան է, հո քեզանից պոնչիկ չէր ուզելու Արման ջան։ Պետք է գրպանիդ լավ հարվածի։ Դրա համար քեբաբ շաուրմա է ուզում։ Դե ապրես, Ռեբեկա։ Բարև ձեզ։ Չեմ խանգարում, չէ՞։ Բարև Արամ ջան, ինչ լավ է դու ես եկել։ Հա, իմացա որ եկել ես ու իմացա որ լավ ես, ասեցի գամ քեզ տեսնեմ։ Բայց ասեմ որ հեչ նոր վիրահատվածի տեսք չունես։ Դե հա, չհաշված մի քանի հանգամանքներ, ամեն ինչ լավ է։ Բայց կարող է ամեն դեպքում խանգարում եմ ես ձեզ։ Չէ, ինչի պիտի խանգարես։ Ես քեզ շատ էի կարոտել ապրես որ եկել ես։ Առաջացի նստի։ Երեխեք ասում էիք շատ չեմ ուշացել, չէ՞։ Դե տվեք այդ պոնչիկից ուտեմ։ Ահա։ Այ այս պահը պիտի Նարինեն տեսներ, որ սիրտը հանգստանար։ Ամբողջ օրը մենակ Էլկայի ուտելու մասին է մտածում, այդ մասին է խոսում։ Մաման ինչքան շատ է ասում, հացկեր այնքան ավելի ախորժակս փակվում է։ Սպասի, նկարում եմ ուղարկեմ մի քիչ ուրախանա։ Լավ էլի Սարա։ Մամաները տենց են։ Ինչ էլ ուզում է լինի այս աշխարհում, մեկը իրենք չեն փոխվում։ Մեկը չի, երկուսը չի, բոլորն էլ տենց են։ Հա, իմ մաման էլ էր այդպես մտածում։ Միշտ իրեն թվում էր ես սոված եմ, հոգնած ու միշտ բարակ եմ հագնված անգամ ամառվա կեսին։ Մարդու սիրտը պայթում անզորությունից։ Ինչքան լավն են, ինչքան ուրախ են։ Ոյ։ Ջամոթամ։ Մի հատ տեսեք ոնց են կեղտոտվել։ Լրիվ մանկության գիրք նկած այնպես կերանք, որ կորեցինք փոշու մեջ։ Հա ինչ կլինի որ։ Մեկ-մեկ կարելի է։ Սպասի ես քեզ կօգնեմ։ Մենակ Ռեբեկան է մաքուր մնացել։ Որովհետև Ռեբեկան ի սկզբանե ընտրել է քիչ փոշիով պոնչիկ ու զգուշ է ուտում։
Հա, Ռեբեկա, որ մի քիչ էլ փոշի լինեիր։ Ինչ պիտի լիներ։ Դե ուղղակի ամեն մարդ պատրաստ չի իրան մի քիչ նեղություն տա, որ հետո վայելի։ Մարդու տեսակ կա, կարգ ու կանոններով, կարելի ու չի կարելիներով։ Պաստորեն մարդ ինչքան էլ կարգ ու կանոն փորձի պահի, մեկը ամեն ինչ չի, որ իր պլանավորածով անցնում։ Չկա տենց բան։ Բայց հիմա կա փաստ, որ դու երեսդ կեղտոտեցիր։ Հա? Ո՞ր մասում։ Շրթունքիդ մոտ։ Անցավ։ Չէ, մի քիչ վերև։ Ով ասեց, որ մաքրես։ Քեզ ինչ պատահեց։ Ես քեզ խնդրել եմ, որ մաքրես։ Էս է շնորհակալությունը։ Բայց ես քեզ ինչ որ բան խնդրել եմ, անես, որ մի հատ էլ շնորհակալ լինեմ։ Ինչ ասեմ կներես։ Մենք հեսա կգանք։ Արամ սպասի։ Հա, ուր ես գնում։ Գորջանը ներվերս չի էի։ Հա, բայց ուր ես գնում, արի հետ գնանք։ Չէ, դու տեսար ոնց էր հետս խոսում։ Էդ ի՞նչ տոնով է հետս խոսում, կարող է ես իրան թշնամի եմ։ Կամ ավելի վատ կարող է օտար մարդ եմ, իրան չգիտեմ։ Ինչի այդպես խոսացիր այդ տղայի հետ, Ռեբեկա։ Իսկ ոնց պետք է խոսեի, կամ ինչ պետք է ասեի։ Ռեբեկա, քո կոպիտ խոսքով այդ տղային նեղացրիր։ Ինչ էր արել, ընդամենը օգնում էր։ Բայց ես իրան խնդրել էի։ Ռեբեկա, ընդամենը կարելի էր ասել շնորհակալություն եւ վերջ։ Ուզում եմ հասկանամ դու ինչ ես նեղվում։ Ո՞վ է ինքը ընդհանրապես, որ ինձ օգնի, եթե ես իրան չեմ խնդրել։ Ես չեմ հասկանում քեզ ինչ եղավ։ Նորմալ շփվում էիք։ Հիմա շատ բան է փոխվել։ Այն ժամանակ մենք ընկերներ էինք, իսկ հիմա ես իր համար եմ օտար, ինքը իմ։ Տղեկ, ես զարմանում եմ, չգիտեմ, ապշում եմ։ Ոնց կարելի է այդպես խոսալ։ Ես չգիտեմ, կարող է այսքան ժամանակ ուրիշ մարդու հետ եմ շփվել, տեղյակ չեմ եղել։ Ոնց որ լրիվ տարբեր մարդիկ լինեն, ախպերս։ Եթե ես այդ պահին մի բան ասեի գոր, հավատա հետո ավելի վատ է լինելու, դրա համար թողեցի ու դուրս եկա։ Արամ, ես քեզ հասկանում եմ, որ դու տհաճ իրավիճակի մեջ ես, բայց ամեն Ռեբեկայի հետ խոսալուց դու պետքա միշտ զսպես քեզ։ Ախպերս էլ ինչքան զսպեմ։ Ուղղակի սրանից հետո էլ ոչ մի բան չեմ խոսալու, որ մի հատ էլ զսպելու կամ չզսպելու կարիք չլինի։ Դե լավ, հանդարտ է ախպերս։ Համել դու եկել էիր Էլկային տեսնել, չէ՞, բարի հետ գնանք, ամեն ինչ նորմալ է։ Դուք գնացեք, ես հեսա կգամ։ Ամեն դեպքում դու քեզ շատ սխալ պահեցիր, Ռեբեկա։ Եթե այս դաստիարակչական խրատները չեն ավարտվելու, ես ուղղակի կգնամ տուն։ Դու լավ ես։ Ես լավ եմ, բայց Արամը ուր է, գնաց։ Չէ, զանգեցին, հիմա խոսի ու կգա։ Երեխեք, ասում եմ, կարող է ինչ-որ խաղանք, համ էլ լարվածությունը կանցնի։ Լավ գաղափար է, բայց ինչ խաղանք։ Նախապես ասում եմ, ես չեմ խաղում։ Ինչի։
Ուղղակի չեմ ուզում, կարող եմ, չէ՞, չխաղալ։ Չէ, չես կարող, կամ բոլորս ենք խաղում, կամ ուղղակի չենք խաղում։ Կներեք, աշխատանքի վայրից է պետքա պատասխանեմ։ Բայց երևի այդ խաղը մի ուրիշ օր կազմակերպենք։ Կարծում եմ այդպես ավելի լավ կլինի, որովհետև Էլկան արդեն երկար ժամանակ դրսում է ու քեզ երկար նստած չի կարելի։ Արման, խնդրում եմ։ Էլկա, հիմա առաջնայինը քո առողջությունն է, չէ՞։ Ու հետո այնպես չստացվի, որ մեր արած լավությունը վերջում վատություն դառնա։ Դե լավ, որ դու ես ասում, գնում ենք։ Բայց շատ հավես էր։ Խոստացեք, որ կրկնելու ենք։ Անպայման Էլկա ջան։ Գոր, կարող եմ մենք էլ գնանք, ես տպարանում գործ ունեմ, կիսատ եմ թողել։ Հա, խնդիր չկա։ Արամ ջան, դու էլ կարաս գնաս, մենք այս ամեն ինչը կհավաքենք։ Անպայման չմոռանաս կզանգես հետո ինձ։ Հա, կզանգեմ Գոր ջան։ Գոնե հաշտվեն։ Չէ, ես հիմա չեմ կարող ասել, բայց դուք կարող եք ուղարկել իմ մեյլին, կնայեմ, հետո կասեմ ձեզ։ Շատ լավ, հաջողություն։ Ինչ ես անում։ Ես թե դու։ Ես քեզ կարծեմ ասել էի, որ մենք օտար ենք։ Չէ, Ռեբեկա ջան, տես չի լինում։ Դու չես կարա մի օր մարդու հետ խոսաս, ծիծաղես, գնաս հաց ուտելու, իսկ հաջորդ օրը որոշես, որ այդ մարդը պիտի քեզ օտար դառնա, ուղակի։ Ամեն ինչ էլ լինում է։ Հիմա այն կողմանցի։ Ո՞նց ես պահում քեզ։ Կներես։ Չեմ ներում։ Քեզ թվում է մենակ դու կարաս մուննաթով խոսաս, հա մարդու հետ։ Քեզ թվում է մենակ դու կարաս ասելիքդ ասես ու անցնես առաջ, հա։ Ես չեմ հասկանում, թե դու քեզ ոնց ես պահում, Ռեբեկա։ Ինչա որ ուժեղ աղջիկ երևաս ու ցույց չտաս այն ինչ զգում ես, պիտի քեզ սենց պահես։ Իսկ չես պատկերացնում, որ կարող է մի օր իմ համբերությունն էլ ուղղակի սպառվի։ Վերջացրեցիր։ Հիմա այն կողմանցի գնամ երեխեքի մոտ։ Ոչ մեկը չկա, բոլորը գնացել են։ Այսինքն գնացել են։ Տենց բոլորը գնացել են։ Ու ես չեմ հասկանում, հիմա ամեն տեսնելուց ինձ պիտի քեզ սենց պահես։ Եթե զգացիր, ես քեզ ընդհանրապես չէի նկատում։ Ու ես թույլ չեմ տա, որ դու կամ որևէ մեկը իր ձեռքերին ազատություն տա կամ անցնի կարելիների սահմանված չափը։ Ու ընդհանրապես կապ չունի, դա կլինես դու, թե ուրիշ ինչ-որ մեկը։ Ես քո համար ուղակի ուրիշ մեկը չեմ։ Հավատա տարբերություն չկա, դու թե անծանոթ ուրիշ մարդ։ Չկա տարբերություն։ Ընդհանրապես։ Դու անտանելի մարդ ես, Ռեբեկա։ Ինձ անընդհատ թվում էր, որ ես կարամ քո հետ լեզու գտնեմ, բայց չէ։ Դու ուղղակի անտանելի ես։ Կյանքումս առաջի անգամ Արամին խղճացի։ Մի տեսակ վատ վիճակում էր։ Հա, Ռեբեկայի հետ հեշտ չի։ Լսի, Սար, բոլորս էլ հասկացել էինք, որ Ռեբեկան է զգացմունքներ ունի։ Այդ ոնց տես մի անգամից սառեց, չհասկացա։ Մտածում ես սառել, Դե ուրիշ տարբերակ չեմ տեսնում։ Մենակ տեսա, որ ահավոր սառներ, կոպիտ էր, ու նես տպավորություններ, ոնց որ, չգիտեմ, Արամի ներկայությունը տհաճ է իր համար ահավոր։ Եթե այդպես ես մտածում, ուրեմն լավ չես ճանաչում Ռեբեկային։ Ինքն ավելի շատ է տանջվում, քան Արամը, որովհետև ինքն իր հետ է կռվի մեջ։ Չգիտեմ դրանից վատ բան կա, թե չէ։ Ինձ տես չի թվում։ Գոր Ռեբեկան անցյալի ու ներկայի մեջտեղում է։ Ինքը սիրում է Արամին, ուղղակի երևի մտածում է կարող է հանկարծ հնարավորություն տա իրեն ու դրանով արժեզրկի այն ամեն ինչ ապրելա Վահեի հետ։ Ինքը շատ է տանջում իրոք։ Ուղղակի թույլ ու լացող տեսակ չի, բայց այդ ցավը ինչ որ կերպ պիտի թաքցնել, չէ՞, ինքն էլ այդ
կոպիտ աղջկա դերի մեջ է մտնում։ Դու անտանելի մարդ ես, Ռեբեկա։ Ինձ անընդհատ թվում էր, որ ես կարամ քո հետ լեզու գտնեմ, բայց չէ։ Դու ուղղակի անտանելի ես։ Արդեն տեսել եմ, որ լացում ես։ Ուղղակի աչքիս մեջ ինչ-որ բաներ ընկել։ Երևի ծառից է։ Երևի։ Այս Վահեի տան բանալին է։ Քոննա դրա համար էլ տալիս եմ քեզ։ Դու հստակ որոշում ես կայացրել ու երևի ճիշտ է դա, որ ես պիտի հեռու մնամ քեզնից։ Երևի ճիշտ են ասում, որ ինչը քոնը չի, պիտի չպայքարես դրա համար։ Մանավանդ եթե ոչ պայքարելու ցանկություն կա, ոչ էլ իմաստ։ Այդ տունը ինձ մենակ քո մասին է հիշացնում։ Դրա համար էլ պիտի արագ դուրս գամ այդ տնից, որ երկուսիս համար էլ ավելի լավ լինի։ Ու եթե ինչ-որ իր մոռացած կլինեմ, առաքում կանես կամ գոռի հետ կուղարկես։ Նեղություն չեմ տա քեզ հաստատ։ Ես շատ ուրախ եմ, որ դու վերջապես եկար այն ճիշտ որոշմանը, որը որ ես սկզբից էի ասում։ Իմ ու քո ճիշտը շատ տարբեր է իրարից։ Քո ճիշտը որն է, որ դու սառը, կոպիտ ու ուժեղ աղջիկ խաղաս, հա, բայց հենց մենակ մնաս, սկսես լացել։ Ես հիմա այս ամեն ինչը չեմ ասում, որ դու ինձ ինչ-որ պատասխան տաս։ Արդեն կարաս հանգիստ գնաս Վահեի տուն։ Ու ես էլ այնտեղ չեմ լինելու։ Քո ու Վահեի հիշատակի արանքում չեմ լինելու։ Դու ու քո Վահեն։ Կարևորը որ դու առանց մեղքի զգացումի ապրես։ Ռեբեկա, ես քեզ չեմ խոստանում, որ մենք չենք հանդիպելու ընդհանրապես իրար, որովհետև իմ ու քո շրջապատը նույնն է։ Բայց խոստանում եմ, որ հատուկ վերաբերմունք էլ քեզ ցույց չեմ տալու։
Որովհետև այս ժամանակահատվածում քեզնից հասկացել ու սովորել եմ այն, որ մարդուն պիտի վերաբերես տենց, ոնց որ ինքն է քեզ վերաբերի։ Սրանից հետո ես էլ կպահեմ ինձ նենց, ոնց որ դու։ Բայց հիմա պիտի գնամ։ Լավ մնա։